Հովհաննես Թումանյան, կրթությունը Ջալալօղլիում 1879 թվականի օգոստոսին Տեր Թադևոսն իր 19-ամյա որդուն Հովհաննեսին տանում է Իջմիածին, Գևորգյան ճեմարանում ուսանելու նպատակով, սակայն տեսնելով վարաջանավոր աշակերտների դեղնած դեմքերը հրաժարվում է իր մտադրությունից։ Իջմիածնից դսեղ վերադառնալուց հետո հայրը լսում է Ջալալօղլու, այժմ Ստեփանավան, նորաբաց երկսեռ դպրոցի մասին։ 1879 թվականի աշնանը երկու որդիներին Հովհաննեսին և Ռոստոմին տանում է այնտեղ ուսանելու Տիգրան Վարժապետի նախաձեռնությամբ հիմնադրված առավել մեծ ու օրինակելի դպրոցում։ Տիգրան Տեր-Դավթյանը Տեր Թադևոսի մտերիմներից էր։ Թումանյանի Ջալալօղլու դպրոցն ընդունվելու պահին աշակերտության թիվը տղաների դպրոցում եղել է 125, աղջիկների դպրոցում 60 հոգի։ Դպրոցն ուներ կանոնավոր ուսուցչական կազմ, 4 ուսուցիչ և 2 ուսուցչուհի։ Այստեղ մանկավարժական նոր մոտեցմամբ ուսուցանվում էին հետևյալ առարկաները՝ հայոց լեզու, պատմություն, ռուսաց լեզու, աշխարհագրություն, թվաբանություն, երգեցողություն, ֆրանսերեն, ֆիզիկա և ընդհանուր պատմություն։ Դպրոցի տեսուչը աշխարհագրության և պատմության ուսուցիչը Տիգրան Տեր-Դավթյանն էր, ժամանակի կիրթ ու զարգացած անհատներից մեկը։ Թումանյանը առանձնապես սիրում էր ուսուցչի պատմության դասերը, մանավանդ երբ նա պատմում էր իր ճանապարհորդական տպավորությունները Կպոլսից, Երուսաղեմից ու Եգիպտոսից։ Տիգրան Տեր-Դավթյանը աշակերտների ուսումնական առաջադիմությունը բարձրացնելու նպատակով իր տանը կազմակերպում էր սերտողության դասեր, որոնց հաճախում էր նաև Թումանյանը։ Դասերն անցկացվում էր Տիգրան Վարժապետի ավագ դուստրը Վերգինեն։ Ուսուցիչն ուներ նաև հարուստ գրադարան, որից օգտվում էին աշակերտներն ընթերցանության ժամերին։ Դրանց երբեմն մասնակցում էին նաև Տիգրան Վարժապետը, թարգմանաբար կարդալով հատվածներ Հյուգոյի «Թշվառներ» ֆրանսերեն պատկերազարդ հրատարակությունից։ Այդ երեկոների ջերմ մթնոլորտում էլ պատանի Թումանյանի մեջ ձևավորվում է քնքուշ մտերմություն մի զգացում Վերգինեի նկատմամբ։ Ի պատասխան վերջինիս այն նկատողությունը. «Չլինի թե ինձնով տարված դասերիդ մասին մոռանաս»։ Թումանյանը գրում էր իր առաջին սիրային ոտանավորը «Հոգուս հատոր» 1881 թվական, այն առաջինն է պահպանվածների մեջ։ Այդ ժամանակ է, որ պատանի Թումանյանը աչքի է ընկնում իր բանաստեղծական ձիրքով, գրելով ոչ միայն սիրային, այլև հայրենասիրական և երգիծական բնույթի ոտանավորներ։ Օրինակ, «Օրորքը» 1882 թվական, «Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ» 1883 թվական, «Հայ վաճառականը» 1883 թվական, 1882-ից 1883 թվականներին ուսումնական տարվա հետ ցարական կառավարության հրամանով ավարտվում է դպրոցի 40-ամյա գոյության պատմությունը, և Թումանյանը վերադառնում է գյուղ։